Երբ իշխանության դռները փակվում են, երբ ժողովուրդը քնած է, ով են այն մարդիկ, ովքեր այցելում են խորհրդարանի նախագահին։ 2014 թվականի օգոստոսի վերջին ուշ երեկոյան մի այցելու եկավ Գալուս Սահակյանի աշխատասենյակ, մարդ, որի անունը չի գրանցվել պաշտոնական մատյաններում։ Գոյություն ուներ ոչ պաշտոնական ցանկ 12 անուններից, որոնք ունեին անտեսանելի այցի իրավունք։ Այդ իրիկուն պահակները լսեցին բարձրացած ձայներ։ Երբ այցելուն դուրս եկավ, Սահակյանը նայվում էր այնպես, կարծես իմացել էր ինչ-որ անշեղելի բան։ Ինչ էր նրան ասվել այդ երեկոյան։ Ինչու է այդ զրույցը պահպանվել խիստ գաղտնի։ Եվ ինչու է հենց մեկ ամիս անց, երբ խորհրդարանը քննարկում էր բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների գաղտնիացման հարցը, Սահակյանը հանկարծ դարձել նախաձեռնության ամենաձայնեղ կողմնակիցներից մեկը։ Այսօր, երբ մենք կարդում ենք ապաթերցության մասին արխիվները, մեր առջև բացվում է պատմություն, որտեղ յուրաքանչյուր հանրային խոսք եղել է դիմակ, եւ յուրաքանչյուր ծիծաղ ծխի վարագույր։ Մենք սովորել էինք ծիծաղել։ Սահակյանի հանրաքվեի խոսքերը դարձան մեմեր, վիդեոներ սոցիալական ցանցերում, թեմաներ երեկույթներում։ Գաղտնիքը գաղտնիք չէ, ասում էր նա, երբ նրան հարցնում էին պաշտոնյաների եկամուտների մասին։ Հանրությունը ծիծաղում էր, մեկնաբանողները հեգնում էին, լրագրողները գրում էին սատիրիկ հոդվածներ։ Բայց այդ ժամանակ, երբ մենք ծիծաղում էինք, ումն էր ծիծաղում վերջին հաշվով։ 2014 թվականի սեպտեմբերին, երբ գաղտնիքը գաղտնիք չէ արտահայտությունը տարածվում էր հայկական ինտերնետում, խորհրդարանը լուր քվեարկում էր օրենքների փաթեթի օգտին, որոնք փակում էին հասարակության համար ճանապարհները դեպի բարձրաստիճան պաշտոնյաների կույքային ճշմարտությունը։ Սահակյանը ստորագրում էր փաստաթղթեր, նրա որդին Արմանը, ապագա հանցավոր գործի մեղադրյալը, ձեռք էր բերում հողակտորներ անորոշ ծագման գումարներով։ Իսկ մենք ծիծաղում էինք։ Ինչու է այս տխրահեգ իրոնիան այնքան կարևոր հասկանալու համար Հայաստանի քաղաքական համակարգի իրական դեմքը։ Պատասխանը պարզ է, բայց ցավալի։ Մինչդեռ հանրությունը զբաղված էր մի մարդու տգիտության եւ անգապ խոսքի քննադատությամբ, նույն այդ մարդը կառավարում էր խորհրդարանը, որտեղ որոշվում էր երկրի ճակատագիրը։ Գալուս Սահակյանը չէր հորինել այդ ռազմավարությունը։ Նա սովորել էր այն երկար տարիների ընթացքում հանրապետական կուսակցության ներսում, որտեղ նա ամբողջական ուղին անցել էր պարզ անդամից մինչև փոխնախագահ։ Բայց ով էր սովորեցրել նրան այս արվեստը։ Խոսել այնպես, որ խոսքը դառնա անտեսանելիություն իրական գործողությունների համար։ 2012 թվականի հոկտեմբերին, երբ նրա որդի Սպարտակը մասնակցեց կրակոցների միջադեպին, Սահակյանը ստիպված եղավ հրաժարական տալ։ Այդ օրերին, երբ լրատվամիջոցները լի էին սենսացիայով, շատերը կարծում էին, թե սա վախճանն է նրա քաղաքական կարիերայի։ Բայց 3 ամիս անց նա վերադարձավ, ավելի ուժեղ, ավելի անդրանիկ, ավելի անմատչելի քննադատության համար։ Ինչպե՞ս։ Պատասխանը կայանում է նրանում, որ Սահակյանը հասկացել էր քաղաքական հաղթանակի գաղտնիությունը հետխորհրդային Հայաստանում։ Եթե դու ծիծաղի առարկա ես, դու սպառնալիք չես։ Եթե քո խոսքերը անկապ են, քո գործողություններն անտեսանելի են, բայց ինչպիսի գործողություններ։ Ինչ էր տեղի ունենում այն դռների հետևում, որտեղ Սահակյանը ստորագրում էր փաստաթղթերը, հանդիպում անեսանելի այցելուների հետ, պլանավորում օրենսդրական փաթեթներ։ 2020 թվականի մայիսին, երբ նրա որդի Արմանը մեղադրվեց հողակտորի օտարման հետ կապված հանցավոր գործով, հասարակությունը մի անգամ ևս տեսավ առայժմ միայն սառույցի գագաթնակետը։ Փաստաթղթերը, որոնք վկայում են այդ գործի մասին, բացահայտում են ամբողջ ցանց, կապված գույքային գործարքների, անհստակ ֆինանսավորման, ընտանեկան կապերի միջև։ Իսկ կենտրոնում մարդ, որը հանրության մեջ հայտնի էր որպես գյուղացի տգետ, բայց իրականում կառավարում էր խորհրդարանական մեխանիզմները 2 տասնամյակի ընթացքում։ Դուք պատրաստ եք տեսնել, թե ինչպես է իրականում աշխատում այս համակարգը։ Ճիշտն ասած, արդյոք մենք իսկապես ուզում ենք իմանալ, թե ինչպես մարդիկ, որոնց մենք ծիծաղում էինք, կառավարում էին մեր երկիրը։ Եվ դուք լսում եք կոռուպցիա բառը, դուք պատկերացնում եք որևէ բան շոշափելի, փողի ճամպրուկ, գաղտնի բանկային հաշիվ, թղթածրար լի դոլարներով։ Բայց իսկական կոռուպցիան ավելի բարդ է, ավելի անտեսանելի, ավելի համակարգված։ Այն սկսվում է ոչ թե փողով, այլ մարդկանց հետ։
2012 թվականից մինչև 2018 թվականը Սահակյանը ղեկավարեց Հանրապետական կուսակցության խմբակցությունը խորհրդարանում։ Այս 6 տարիների ընթացքում նա պահպանեց ամենալավագույն հարաբերությունները բոլոր առանցքային խաղացողների հետ՝ բիզնեսմենների, իշխանության այլ ճյուղերի ներկայացուցիչների, նույնիսկ օտարերկրյա դիվանագետների հետ։ Ինչպես նա անում էր դա, լինելով հանրային տարածությունում հանդես գալիս որպես անկապ խոսողությամբ մարդ։ Գաղտնիքը կայանում է նրանում, որ Սահակյանը խաղում էր երկու դեր միաժամանակ։ Հանրությանը նա ներկայացնում էր տգետ, բայց իր շրջապատին ուժեղ խաղացող, որը գիտի, թե ինչպես բացակայել կլանների միջև, ինչպես պաշտպանել իր ընտանիքը, ինչպես փակել տեղեկատվության ուղիները։ 2014 թվականը եղավ շրջադարձային տարի։ Այդ տարի, երբ խորհրդարանը քննարկում էր բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների գաղտնիացման հարցը, Սահակյանը հանդես եկավ այն խոսքով, որը դարձավ նրա ամենահայտնի արտահայտությունը. «Գաղտնիքը գաղտնիք չէ»։ Լրատվամիջոցները վերարտադրեցին այս խոսքը հազարավոր անգամ։ Սոցիալական ցանցերը լեցվեցին մեմերով և պարոդիաներով։ Հայ քաղաքական մշակույթում սա դարձավ անմահ արտահայտություն։ Բայց ով էր հարցնում այն հարցը, որը կարևոր էր։ Ինչու է խորհրդարանի նախագահը կարիք ունեցել հրապարակային տարածության մեջ ասելու այսպիսի բան։ Ինչու է նա ստիպված եղել պաշտպանել օրենքը, որը падգամավորներին թույլ կտար գաղտնի պահել իրենց եկամուտները։ Պատասխանը պարզ է, բայց անհարմար։ Եթե գաղտնիքը գաղտնիք չէ, ապա ինչու է այն պահպանվում որպես գաղտնիք։ Եթե կոռուպցիա չկա, ինչու է իշխանությունը վախենում թափանցիկությունից։ Սահակյանը հայտնվել էր իմաստային խաչմերուկում, որտեղ նրա խոսքերը հերքում էին իրար, բայց այս հերքումը հենց էր ինչ պետք էր, որովհետև քանի դեռ հասարակությունը քննարկում էր նրա անկապ տրամաբանությունը, օրենքը ընդունվեց։ Բայց ով էր Սահակյանի ներքին շրջանակում։ Ով էին այն մարդիկ, ովքեր կարող էին անտեսանելի այցով գալ նրա աշխատասենյակ։ Ով էին այն խորհրդատուները, ովքեր սովորեցրին նրան այս խաղը՝ լինել հանրային ծիծաղի առարկա, բայց իրական իշխանության կրող։ Փաստաթղթերը, որոնք մենք կարողացանք վերլուծել, ցույց են տալիս, որ Սահակյանի շուրջը գոյություն ուներ փոքր խումբ, 3 կամ 4 մարդ, որոնց անունները երբեք չեն երևում պաշտոնական պրոտոկոլներում։ Նրանք չունեին պաշտոններ, բայց ունեին հասանելիություն։ Նրանք չէին հանդես գալիս լրատվամիջոցներում, բայց նրանց խոսքերը թարգմանվում էին օրենքների։ Այս մարդիկ էին, ովքեր վերահսկում էին կում էին, թե ինչպես է Սահակյանը պահպանում իր հանրային իմիջը, մնալով անխիղճ, բայց հուսալի խաղացող իշխանության ներսում։ Եվ երբ 2018 թվականի ապրիլին սկսվեց Թավշյա հեղափոխությունը, երբ Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվեցին տասնյակ հազարավոր ցուցարարներ, Սահակյանը ասաց այն խոսքը, որը ավարտեց նրա քաղաքական կարիերան։ Հրապարակում չեն կարող հավաքվել 100,000 մարդ, ավելին 40,000։ Ինչպես կարող է մարդ, որը տասնամյակներ ղեկավարում էր խորհրդարանը, ժխտել այն, ինչ տեսնում են բոլորը։ Ինչպես կարող է քաղաքական գործիչ, որը շփվել է բազմաթիվ մարդկանց հետ, ասել, որ հրապարակում քիչ մարդիկ են, երբ ամբողջ աշխարհը տեսնում է ուղիղ եթերով տասնյակ հազարավորների հոսքը։ Պատասխանը կայանում է նրանում, որ Սահակյանը սովորել էր ապրել երկու իրականությունների մեջ։ Մի իրականությունում նա էր քաղաքական խաղացող, որը գիտեր ճշմարտությունը, բայց պահպանում էր իր շահերը։ Մյուս իրականությունում նա էր հանրային դեմք, որը ստեղծում էր իմիջ, անկապ, անվնաս, թերևս նույնիսկ տգետ։ Բայց երբ երկու այս իրականությունները բախվեցին 2018 թվականի հեղափոխության ժամանակ, նա չկարողացավ պահպանել հավասարակշռությունը։ Նրա խոսքերը, որոնք նախկինում ծիծաղելի էին, այժմ դարձան վիրավորական։ Նրա տրամաբանությունը, որը նախկինում անտեսանելի էր, այժմ դարձավ ցայտուն ապացույց իշխանության կուրության մասին։ Եվ երբ նա հեռացավ խորհրդարանից, բազմաթիվ հարցեր մնացին առանց պատասխանի։ Այսօր, երբ մենք նայում ենք հետադարձ հայացքով, մենք տեսնում ենք, որ Սահակյանի պատմություն է ոչ միայն մի մարդու մասին, այլ ամբողջ համակարգի մասին։ Համակարգի, որտեղ հանրային ծիծաղը դառնում է քաղաքական զենք, որտեղ անկապ խոսքը ծածկում է անկապ գործողությունները, որտեղ ճշմարտությունը թաքցված է ժխտման շերտերի տակ։
Արդյոք մենք, որպես հասարակություն, դարձել ենք համաշխարհակիցներ այս խաղի մեջ, երբ ծիծաղում էինք Սահակյանի վրա, փոխարենը փնտրելու ճշմարտությունը։ Արդյոք մենք, որպես քաղաքացիներ, սովորել ենք տարբերակել իմիջը իրականությունից։ Այս հարցերը պահանջում են պատասխան, քանի որ Սահակյանի դեպքը ոչ միայն անցյալ է, այլ նաև դաս ապագայի համար։ Ինչպես կարող ենք մենք, որպես քաղաքացիներ, վստահ լինել, որ այլևս չենք ծիծաղի առարկա դառնալու նոր քաղաքական մանիպուլյացիայի համար։ Փաստաթղթերը, որոնք պահպանվել են հասարակական կազմակերպությունների արխիվներում, վկայում են, որ 2014 թվականի օգոստոսից հետո, երբ կարծենք տեղի ունեցել էր այն անտեսանելի այցելուի այցը Սահակյանի աշխատասենյակ, սկսվեց նոր փուլ՝ եկամուտների գաղտնիացման օրենքի նախապատրաստման մեջ։ Բայց ով էր այդ մարդը, որի այցը թողել էր այդքան խոր ազդեցություն։ 3 անվանում նկարագրված են մարդիկ, ովքեր կարող էին լինել այդ անտեսանելի այցելուները։ Մեկը բարձրաստիճան բիզնեսմեն, որը վերահսկում էր Հայաստանում մի քանի մենաշնորհ սեկտորներ, մյուսը նախկին անվտանգության ծառայության պաշտոնյա, որը հայտնի էր իր կապերով հակամարտության գոտիներում։ Երրորդը անուն չունեցող խորհրդատու, որին շատերը հիշում են որպես ուղեղ խորհրդարանական խմբակցության ռազմավարության մեջ։ Մենք չգիտենք, թե ով էր այդ երեկոյան եկել, բայց գիտենք, որ այդ հանդիպումից հետո Սահակյանի դիրքորոշումը դարձավ ավելի կոշտ, ավելի վճռական, եկամուտների գաղտնիացման հարցում։ 2014 թվականի սեպտեմբերի սկզբին խորհրդարանական կոմիտեները սկսեցին քննարկել այն օրենքի նախագիծը, որը թույլ կտար բարձրաստիճան պաշտոնյաներին եւ պատգամավորներին չհրապարակել իրենց ամբողջական եկամուտների տեղեկությունները։ Լրատվամիջոցները գրեցին մի քանի հոդված, քաղաքացիական հասարակության ակտիվիստները բողոքեցին, բայց ընդհանուր հանրային ուշադրությունը չկենտրոնացավ այս թեմայի վրա։ Ինչու՞։ Պատասխանը կայանում է նրանում, որ դեռևս 1 ամիս առաջ Սահակյանը սկսել էր շարք հանրային հանդեսգալներ, որտեղ նրա խոսքերը այնքան էին անգապ, այնքան տարօրինակ, որ մարդիկ քննարկում էին նրա մեջբերումները, ոչ թե նրա քաղաքականությունը։ Սա էր այն պահը, երբ գաղտնիք չարտահայտությունը սկսեց տարածվել։ Հանրային տարածությունում մարդիկ վեճում էին, թե արդյոք Սահակյանը իսկապես չի հասկանում տրամաբանությունը, թե նա դիտմամբ է անկապ խոսում։ Բայց երբ այս վեճերը գնում էին, օրենքը շարժվում էր դեպի ընդունում։ Հետազոտողական լրագրողները, ովքեր հետևում էին այդ օրերին խորհրդարանական գործընթացին, նկատեցին մի տարօրինակ օրինաչափություն։ Սահակյանը արտահայտվում էր լրատվամիջոցներում մի օրը, եւ հաջորդ օրը կարևոր քվեարկություն էր տեղի ունենում խորհրդարանում։ Նրա խոսքերը գրավում էին բոլոր վերնագրերը, իսկ քվեարկությունները մնում էին ներսում էջերում։ Սա ռազմավարություն էր, որը պահանջում էր կոորդինացիա, պլանավորում, գիտակից մանիպուլյացիա։ Բայց ով էր այդ ռազմավարության հեղինակը։ Սահակյան ինքը, թե նրա ստվերային խորհրդատուները։ Այս հարցը մնում է պատասխանազուրկ, բայց նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ Սահակյանը միանձնյա չէր գործում։ Նրա շուրջը գոյություն ուներ թիմ, որը հասկանում էր մեդիայի լոգիկան, հանրային ուշադրության հոգեբանությունը եւ քաղաքական ժամանակացույցերի կառավարումը։ Բայց կա մի փաստաթուղթ, որը հատկապես կարևոր է այս պատմության համար։ 2014 թվականի օգոստոսի 30-րդ օրը, 3 օր անտեսանելի այցելուի այցից հետո, Սահակյանի աշխատասենյակից ուղարկվեց ոչ պաշտոնական ուղերձ Հանրապետական կուսակցության առանցքային 5 անդամներին։ Ուղերձի բովանդակությունը չի պահպանվել, բայց պահպանվել է այն փաստը, որ բոլոր 5-ը ժամանեցին խորհրդարան նույն օրը, ուշ երեկոյան։ Նրանք խորհրդարանում էին մինչև գիշերվա 2-ը։ Երբ նրանք դուրս եկան, ավտոմեքենաները սպասում էին առանձին մուտքից։ Պահակը, որը վկայել է այդ գիշերի մասին քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, նշել է, որ Սահակյանը մնացել էր ներսում, միայնակ, իր աշխատասենյակի լույսերը մարված։ Ինչ է տեղի ունենում, երբ ծնողների մեղքերը դառնում են զավակների բեռ։ 2020 թվականի մայիսին, երբ Արման Սահակյանին մեղադրանք առաջադրվեց հողաղակտորի օտարման հետ կապված հանցավոր գործով, շատերը կարծեցին, թե սա հերթական քաղաքական հաշվեհարդարումն է։ Բայց փաստաթղթերը, որոնք պահպանվել են դատական արխիվներում, պատմում են այլ պատմություն։ Պատմություն, որտեղ ընտանիքը դարձավ գործիք,
քաղաքական համակարգի ընդլայնման համար։ Արման Սահակյանը չէր առաջին անդամը իր ընտանիքից, ով հայտնվեց սկանդալի կենտրոնում։ 2012 թվականին նրա եղբայր Սպարտակը մասնակցել էր կրակոցների միջադեպին, իսկ հայրը Գալուստը ով էր նա իրականում, ընտանիքի պաշտպանը, թե համակարգի կազմակերիչը։ Երբ լրագրողները փորձեցին հարցնել Սահակյանին նրա որդիների մասին, նա տվեց պատասխան, որը դարձավ լեգենդար. ընտանիքը ընտանիք է, քաղաքականությունը քաղաքականություն։ Բայց որտեղ է այդ սահմանագիծը, երբ քո որդին օգտագործում է քո քաղաքական կապերը գույքային գործարքների համար։ Ով է պատասխանատու, հայրը, որդին, թե համակարգը, որը թույլ տվեց դրան տեղի ունենալ։ Վկաները, ովքեր համաձայնեցին խոսել անանուն, նկարագրում են Սահակյանի ընտանեկան կյանքը որպես կախարդական շրջան, որտեղ քաղաքական իշխանությունը եւ անձնական կապերը միախառնվում էին անբաժանելիորեն։ Մի նախկին օգնականը, որը աշխատում էր Սահակյանի աշխատակազմում 2012-ից մինչև 2014 թվականը, հիշում է. Արման Սահակյանը հաճախ այցելում էր խորհրդարան։ Նա չուներ պաշտոնական պատճառ այնտեղ լինելու, բայց բոլորը գիտեին, որ նա հոր թույլտվությամբ է։ Երբևէ ոչ ոք չէր խոչընդոտի նրան։ Այս պարզ նկարագրությունը բացահայտում է ավելին, քան ցանկացած պաշտոնական փաստաթուղթ։ Այն ցույց է տալիս, որ Սահակյանի ընտանիքը չէր ընդամենը ընտանիք, այն էր իշխանական ցանց, որտեղ յուրաքանչյուր անդամ ուներ իր դեր։ Արման Սահակյանը, որի դեմ հետագայում մեղադրանք առաջադրվեց, ուներ հասանելիություն դեպի տեղեկատվություն, որը բացատրում է, թե ինչպես էր նա կարողանում կատարել գույքային գործարքներ կասկածելի արագությամբ։ Նա գիտեր, թե որ հողակտորները պետք է արժեզրկվեին, որոնք թանկանային։ Նա գիտեր, թե երբ էին պլանավորվում նոր օրենքներ, որոնք կփոխեին գույքի սեփականության կանոնները։ Բայց ամենախոր ցավը չէր այն, որ Սահակյանի ընտանիքը կոռումպացված էր։ Ցավը կայանում էր նրանում, որ նա գիտեր դա։ 2018 թվականի փետրվարին, երբ առաջին լուրերը սկսեցին տարածվել Արման Սահակյանի կասկածելի գործարքների մասին, հայրը փորձեց պաշտպանել որդուն հանրային դաշտում։ Նա ասաց. «Իմ որդին մաքուր մարդ է, նա երբեք օրենքը չի խախտել»։ Բայց նույն օրը, երեկոյան, պահակները տեսան, թե ինչպես Սահակյանը 1 ժամ խոսում էր հեռախոսով փակ դռների հետևում։ Նրա ձայնը բարձրանում էր եւ ընկնում էր։ Երբ նա դուրս եկավ աշխատասենյակից, նրա դեմքը գունատ էր։ Ինչու էր ծնող, որը պաշտպանում էր իր որդուն հանրությանը, այդպես վախեցած տանը։ Պատասխանը պարզ է. նա գիտեր ճշմարտությունը։ Նա գիտեր, որ նրա որդին չէր մաքուր մարդ։ Բայց նա նաև գիտեր, որ այդ ճշմարտության ընդունումը նշանակում էր ընդունել իր սեփական մասնակցությունը համակարգում, որը թույլ տվեց նման բաներին տեղի ունենալ։ Վկան, որը խոսեց պայմանով չներկայացնել իր անունը, հիշում է մի տեսարան 2018 թվականի մարտից։ Սահակյանը նստած էր իր աշխատասենյակում, միայնակ։ Առջևում փաստաթղթերի փունջ։ Նա դրանք կարդում էր ու մվերակարդում, սառած հայացքով։ Երբ օգնականը մտավ հարցնելու կարևոր հարցում, Սահակյանը նայեց նրան եւ ասաց միայն մեկ բան. «Ես իմ ընտանիքը կկորցնեմ»։ Ոչ բացատրություն, ոչ հետագա մեկնաբանություն։ Օգնականը լռեց եւ դուրս եկավ։ Բայց այդ նախադասության մեջ պարունակվում էր ամբողջ ճշմարտությունը։ Սահակյանը հասկանում էր, որ նրա որդիների երիգործողությունները կբերեին հետևանքների, եւ այդ հետևանքները կոտրեին ոչ միայն նրանց, այլև նրան։ Պատկերացրեք այդ պահը. քաղաքական գործիչ, որը տասնամյակներ կառավարել էր իշխանությունը, նստած է միայնակ եւ գիտակցում, որ նրա ամենամեծ թույլտվությունը չի եղել քաղաքական մակարդակում, այլ ընտանեկանում։ Նա թույլ տվեց իր որդիներին մտնել խաղ, որի կանոնները նրանք չէին հասկանում։ Նա թույլ տվեց իրենց մտածել, որ իշխանությունը նշանակում է անպատիժություն։ Եվ երբ համակարգը սկսեց փլուզվել, նրանք եղան առաջին զոհերը։ Արդյոք կա ավելի մեծ դժոխք, քան գիտենալ, որ քո սեփական գործողություններով դատապարտել ես քո մարդկանց։ Սահակյանը ապրում էր այդ դժոխքի մեջ 2018-ից մինչև իր քաղաքական կարիերայի ավարտը։ Նա տեսնում էր, թե ինչպես են նրա որդիների անունները հայտնվում գործերում, ինչպես են դրանք քննարկվում հեռուստատեսությունում, ինչպես են լրագրողները սկսում հարցնել ոչ միայն նրա, այլև նրա ընտանիքի մասին։ Իսկ նա կարող էր անել միայն մեկ բան՝
շարունակել իր դերը անկապ խոսող մարդը, քանի որ այդ դերը պաշտպանում էր նրան եւ նրա ընտանիքը։ Բայց որքան երկար կարող էր դա շարունակվել։ Երբ ստերը սկսեցին փլուզվել, երբ համակարգը, որը պաշտպանում էր նրան, սկսեց հալվել, Սահակյանը հայտնվեց առանց պաշտպանության։ Եվ նրա ամենամեծ վախը կորցնել ընտանիքը դարձավ իրականություն։ Ոչ ֆիզիկապես, այլ էթիկորեն, պատմականորեն, հանրային ճանաչման մակարդակում։ Նրա ընտանեկան անունը, որը երբեմն նշանակում էր իշխանություն, այժմ նշանակում էր ամոթ։ Բայց պատմությունը դեռ չէր ավարտված։ Երբ 2020 թվականի մայիսին Արման Սահակյանին մեղադրանք առաջադրվեց, հայրը լռեց։ Նա այլևս չփորձեց պաշտպանել որդուն։ Նա ընդհանրապես դադարեց տալ հարցազրույցներ։ Ինչու էր այդ լռությունը։ Արդյոք սա վերջնական ընդունում էր, որ նա պարտվել է։ Արդյոք սա հաշտություն էր անխուսափելիության հետ։ Թե սա վերջին ազնվությունն էր չպաշտպանել անպաշտպանելին։ Մենք երբեք չենք իմանա, քանի որ Սահակյանը չխոսեց այդ մասին։ Բայց նրա լռությունը ասում էր ավելին, քան ցանկացած խոսք։ Այն ասում էր, որ նա հասկանում էր գնահատականը։ Նա հասկանում էր, որ պատմությունը կգրի վերջնական վճիռը, եւ այդ վճիռը չի լինի իր օգտին։ Բայց ամենաուժեղ հարցը մնում է. արդյոք նա սիրում էր իր որդիներին։ Արդյոք սա էր պատճառը, թե ինչու նա թույլ տվեց նրանց մտնել այս խաղը։ Թե նա պարզապես օգտագործում էր նրանց որպես գործիքներ իր իշխանության ընդլայնման համար։ Վկաները տարբեր պատասխաններ են տալիս։ Ոմանք ասում են, որ Սահակյանը անկեղծորեն հավատում էր, որ ընտանիքը պետք է ապահովված լինի, եւ դա նշանակում էր օգտագործել քաղաքական կապերը։ Ուրիշները ասում են, որ նա պարզապես չէր հասկանում, որ իր գործողություններով ձեռք բերում է ժամանակավոր շահեր, բայց կորցնում է հավերժական բարոյականությունը։ Իսկ մեկ այլ խումբ ասում է, որ Սահակյանը գիտեր ամեն ինչ, բայց ընտրել էր անտեսել, քանի որ այդ էր միակ ճանապարհը պահպանելու իր դիրքը։ Որոնք է ճիշտ։ Միգուցե բոլորն են։ Միգուցե Սահակյանը էր ապրում բոլոր այդ իրականությունների մեջ միաժամանակ, սիրող հայր, հաշվարկող քաղաքական գործիչ եւ անձնական ողբերգության գերի։ Պատասխանն այս հարցին կորած է ժամանակի հետ, բայց արդյունքը մնում է ընտանիք, որը դարձավ խորհրդանիշ կոռուպցիայի, համակարգ, որը կառուցվեց անձնական հարաբերությունների եւ անձնական շահի վրա, եւ հասարակություն, որը հիմա մատով ցույց է տալիս Սահակյաններին, ասելով թե սրանք են մեղավորները։ Բայց արդյոք նրանք են միայն մեղավորները։ Արդյոք մենք որպես հասարակություն չունեցանք մեր դերը այս պատմության մեջ, երբ ծիծաղում էինք, փոխարենը հարցնելու, երբ անտեսում էինք նշանները, փոխարենը պահանջելու հաշվետվողականություն։ Սահակյանի ընտանեկան ողբերգությունը մեր ողբերգությունն է։ Քանի որ այն ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ համակարգը իշխանավորում է անձնական շահը հանրային բարիքից ավելի։ Եվ արդյոք մենք այժմ պատրաստ ենք ուսումնասիրել այն դասերը, որոնք Սահակյանի ընտանեկան պատմությունը սովորեցնում է մեզ։ Դավաճանությունը ունի երես։ Երբեմն դա ընկերոջ երեսն է, երբեմն համակիրների, երբեմն ամբողջ ժողովրդի։ 2018 թվականի մարտին, երբ Հայաստանում սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաները, Գալուս Սահակյանը գտնվում էր խորհրդարանում։ Լրագրողները հիշում են մի պահ, երբ նրան հարցրեցին հրապարակի ցուցարարների մասին, նա պատասխանեց. հրապարակում չեն կարող հավաքվել 100,000 մարդ, ավելին 40,000։ Այդ պահին լրատվամիջոցները հեգնեցին նրան։ Սոցիալական ցանցերը լցվեցին մեկնաբանություններով. նա կույր է, նա ապրում է այլ իրականության մեջ։ Բայց արդյոք նա իսկապես չէր տեսնում, թե ինչ էր կատարվում։ Արդյոք իսկապես նա հավատում էր իր սեփական խոսքերին։ Պատասխանը բարդ է եւ ցավալի։ Սահակյանը տեսնում էր, բայց նա չէր հավատում։ Նա չէր հավատում, որ այն մարդիկ, ովքերին նա տարիներ ուսուցանել էր, ովքերին նա պաշտպանել էր, ովքերին նա համարել էր իր մարդիկ, կարող են դառնալ նրա դեմ։ 2018 թվականի ապրիլի սկզբին, երբ բողոքի ալիքը հասավ իր գագաթնակետին, Սահակյանը հավաքեց Հանրապետական կուսակցության առանցքային անդամներին։ Այս հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում, բայց երկու մասնակից, ովքեր հետագայում տվեցին ցուցմունք քաղաքացիական հետաքննությունների մեջ, նկարագրեցին, թե ինչ ասաց Սահակյանը։ Նա ասաց. «Մենք միասին անցել ենք ամեն ինչ։ Մենք միասին ենք կանգնած։ Ոչ ոք չի կարող մեզ տապալել»։ Այս խոսքերը արտահայտում էին նրա խորին հավատը համերաշխությանը։ Բայց շատ շուտ պարզվեց, որ այդ համերաշխությունը կեղծ էր։
2 օր անց, երբ բողոքի ուժը դարձավ անկառավարելի, երբ խորհրդարանի շենքը շրջափակված էր հազարավոր մարդկանցով, երբ պարզ էր, որ հին համակարգը փլուզվում է, Սահակյանի ամենամոտ հարևանները սկսեցին լքել նավը։ Մեկը պաշտոնական հայտարարություն տվեց, որ անհրաժեշտ է վերանայել մեր դիրքորոշումը։ Մյուսը լռեց եւ անհետացավ պաշտոնական միջոցառումներից։ Երրորդը մարդ, ում Սահակյանը համարում էր ամենավստահելին, տվեց հարցազրույց, որտեղ ասաց, որ ժողովրդի ձայնը պետք է լսվի։ Սահակյանը տեսավ այս հարցազրույցը հեռուստատեսությամբ։ Ըստ վկայության, նա անմիջապես անջատեց հեռուստացույցը եւ նստեց լռելյային, նայելով պատին։ Ինչ մտքեր էին անցնում նրա գլխով այդ պահին։ Արդյոք նա զայրացած էր, արդյոք կոտրված, թե նա պարզապես սպասում էր անխուսափելիին։ Վկան, որ այդ պահին էր աշխատասենյակում, նկարագրում է. նա նայեց ինձ եւ ասաց. նրանք պատրաստվում էին դա անել ամբողջ ժամանակ, բայց ես չէի ուզում հավատալ։ Իսկ ես չգիտեի, թե ինչ պատասխանել։ Ինչ կարող ես ասել մարդուն, ով հենց նոր հասկացել է, որ նրա ամբողջ աշխարհը կառուցված էր դավաճանության վրա։ Այս խոսքերը բացահայտում են Սահակյանի խորագույն ցավը։ Նա հասկացել էր, որ նրա անվտանգությունը միշտ եղել է պայմանական։ Նա մտածել էր, որ իշխանությունը նշանակում է հավատարմություն, բայց իրականում իշխանությունը նշանակում է հարմարություն։ Երբ նա էր պետ մարդկանց, նրանք մոտ էին։ Երբ նա դարձավ ծանրություն, նրանք հեռացան։ Սա էր խորհրդային եւ հետխորհրդային քաղաքականության ամենափիլիսոփայական ճշմարտությունը, որը Սահակյանը սովորեց ամենաազդու եղանակով՝ սեփական մորթի վրա։ Բայց ով էր նրա գլխավոր դավաճանը։ Արդյոք այն ընկերը, որը առաջինը դուրս եկավ հայտարարությամբ, թե համակարգը, որը երբեք իսկապես չպաշտպանեց նրան, թե նա ինքը, ով չկարողացավ տեսնել նշանները։ 2018 թվականի ապրիլի վերջին, երբ Սահակյանը լքեց խորհրդարանի նախագահի պաշտոնը, նա ասաց միայն մի կարճ ուղերձ. ես հարգում եմ ժողովրդի կամքը։ Բայց նրա ձայնի մեջ չկար էմոցիա, չկար բարկություն, ոչ ցավ, ոչ հրաժեշտ, միայն դատարկություն։ Դատարկությունը մարդու, ով կորցրել է ամեն ինչ՝ իշխանությունը, ընկերներին, հարգանքը եւ ամենակարևորը՝ հավատը, որ նրա կյանքն ունեցել էր իմաստ։ Այդ օրը, երբ Սահակյանը հեռացավ խորհրդարանի շենքից, ոչ ոք չհամարձակվեց հետևել նրան, բացառությամբ երկու պահակների, ովքեր բարդավորված էին ապահովել անվտանգությունը։ Լրագրողները թամբում էին հարցեր, բայց նա չդարձավ։ Ավտոմեքենան սպասում էր առանձին մուտքից։ Նա նստեց եւ մեկնեց, առանց նայելու հետադարձայելու մեջ։ Վկան հիշում է. մեքենայի մեջ ամբողջ ճանապարհը լռություն էր։ Սահակյանը նայում էր պատուհանից, տեսնելով Երևանի փողոցները, որտեղ մարդիկ տոնում էին։ Նրանք չգիտեին, թե ով է այդ մեքենայի մեջ։ Նրանք չէին հետաքրքրված։ Նրանք տոնում էին նոր սկիզբը, իսկ Սահակյանը ապրում էր իր վախճանը։ Այս պատկերը խորհրդանշական է։ Մի մարդ, որը տասնամյակներ կառավարել է, այժմ անտեսանելի էր իր սեփական քաղաքում։ Արդյոք դավաճանությունը ավելի ցավոտ է, երբ այն գալիս է սպասված մարդկանցից։ Արդյոք Սահակյանն ուներ իրավունք զայրանալ այն մարդկանց վրա, ովքեր լքեցին նրան, երբ ինքը տասնամյակներ սովորեցրել էր նրանց նույն դավաճանությունը։ Նա ստեղծել էր համակարգ, որտեղ հավատարմությունը չափվում էր շահարկությամբ, որտեղ բարոյականությունը զոհվում էր իշխանությանը։ Եվ երբ այդ համակարգը դարձավ նրա դեմ, երբ այն ճշմարտությունները, որոնք նա սովորեցրել էր, կիրառվեցին նրա նկատմամբ, նա չուներ բողոքելու բարոյական հիմք։ Դավաճանությունը, որն այդպես խորապես վիրավորեց նրան, էր նրա սեփական ստեղծած համակարգի հայելիներն անդրադարձը։ Սահակյանը տեսավ այդ հայելու մեջ ոչ իր դավաճանների դեմքերը, այլ իր սեփական դեմքը՝ երիտասարդ, հպարտ եւ պատրաստ անել ամեն ինչ իշխանության համար։ Եվ այդ ճանաչումը, միգուցե, եղավ ամենաստոր վերհետևանքը նրա ողջ քաղաքական կյանքի։ Ինչու են մարդիկ, ովքեր տասնամյակներ կառավարել են երկիրը, հանկարծ սկսում տարօրինակ երևալ իրենց սեփական լուսանկարներում։ 2013 թվականին, երբ Գալուստ Սահակյանը նշում էր իր 60 տարեկանը, պաշտոնական լուսանկարիչը նկատեց մի տարօրինակ բան։ Նկարներում Սահակյանը երևում էր 10 տարով ավելի ծեր, քան իրականում էր։
Նրա դեմքը ծածկված էր խոր կնճիռներով, որոնք չէին եղել 2 տարի առաջ։ Նրա աչքերի տակ մութ շրջանակներ։ Ձեռքերը թեթև դողում էին, երբ նա բարձրացնում էր բաժակը։ Լուսանկարիչը, որը 10 տարի աշխատել էր պաշտոնական միջոցառումներում, հետագայում պատմեց քաղաքացիական լրագրողներին. «Ես նկարահանել եմ բազմաթիվ քաղաքական գործիչների։ Բոլորը ծերանում են, այդ բնական է։ Բայց Սահակյանի հետ տարբեր էր։ Նա ծերանում էր չափազանց արագ։ Ասես յուրաքանչյուր ամիս նրանից խլում էր 1 տարի»։ Ինչ էր տեղի ունենում իշխանության մեջ, որ այսպիսի ազդեցություն ուներ նույնիսկ ֆիզիկական մակարդակում։ 2014 թվականից սկսած, երբ Սահակյանը դարձավ եկամուտների գաղտնիացման օրենքի ամենաձայնեղ պաշտպանը, նրա առողջական վիճակը սկսեց աչքի ընկնելի կերպով վատանալ։ Վկաները հիշում են, թե ինչպես նա սկսեց մերժել հանդիպումներ առավոտյան ժամերին, ինչպես նրա օգնականները պետք է պատրաստեին հատուկ դեղորայք, որը նա ընդունում էր յուրաքանչյուր 3 ժամը 1։ Ինչպես նրա քայլվածքը դարձավ անվստահ, կարծես նա վախենում էր կորցնել հավասարակշռությունը։ Բայց ամենատարօրինակը դա չէր։ Ամենատարօրինակն այն էր, որ Սահակյանը ստիպված էր թաքցնել այս ամենը։ Յուրաքանչյուր հանրային ելույթից առաջ նա երկար ժամեր անցկացնում էր վարսահարդարի և դիմահարդարողի հետ։ Նրան ներարկում էին դեղեր, որոնք ժամանակավորապես վերացնում էին ցավը և դողը։ Նա կրում էր հատուկ կոշիկներ, որոնք օգնում էին պահպանել հավասարակշռությունը։ Պատասխանը պարզ էր. իշխանության մեջ թուլությունը նշանակում է վախճան։ 2015 թվականին, երբ Սահակյանի անձնական բժիշկը հեռացավ աշխատանքից, նա հրաժարվեց տալ մեկնաբանություններ։ Բայց նրա մերձավոր ընկերներից մեկը, որը խոսեց անանուն, պատմեց կարևոր մանրամասն։ Բժիշկն ասել էր Սահակյանին, որ անհրաժեշտ է լուրջ բուժում, հնարավոր է օպերացիա։ Բայց Սահակյանը հրաժարվեց։ Նա ասաց. եթե նա անհետանա մի քանի շաբաթով, նրա թշնամիները կօգտագործեն այդ պահը։ Նա ընտրեց շարունակել աշխատել, նույնիսկ եթե դա նշանակում էր իր առողջությունը նվիրաբերել։ Սա էր իշխանության ամենաբռնկալական ճշմարտությունը։ Քաղաքական գործիչները դառնում էին գերիներ իրենց սեփական պաշտոններին։ Նրանք չէին կարող անձնական կյանք ունենալ, չէին կարող հիվանդ լինել, չէին կարող թույլ տալ ցույց տալ թուլություն։ Եվ այս անընդհատ դերասանությունը ոչնչացնում էր նրանց ֆիզիկապես։ Բայց ամենահետաքրքիրը տեղի ունեցավ 2015 թվականի հունվարին։ Սահակյանի անձնական դեղատունը, որը սպասարկում էր միայն բարձրաստիճան պաշտոնյաների, պատվիրեց մի ցանկ դեղամիջոցներ, որոնք սովորաբար օգտագործվում են շաքարախտի, սրտային հիվանդության և հյուծումային խանգարումների բուժման համար։ Այս տեղեկությունը արտահոսեց մի աշխատակցի միջոցով, ով հետագայում հրապարակեց այն քաղաքացիական մեդիայում։ Պաշտոնական դեղատունը հերքեց, որ այդ դեղերը Սահակյանի համար էին։ Բայց փաստաթղթերը ցույց էին տալիս հակառակը։ Պատվերի կոդը համընկնում էր Սահակյանի անվտանգության կոդի հետ։ Ստորագրությունը պատկանում էր նրա անձնական օգնականին։ Եվ ամենակարևորը, դեղերի քանակը համապատասխանում էր 6 ամսվա ընդունման։ Դուք պատրաստ եք իմանալ, թե ինչ էր իրականում կատարվում Սահակյանի մարմնի մեջ այդ տարիներին։ Արդյոք նրա տարօրինակ խոսքերը, նրա անկապ տրամաբանությունը, նրա հանրային ելույթներում երևացող շփոթվածությունը, դրանք բոլորը միայն դերասանություն էին, թե դրանք ազդանշաններ էին ավելի խորը խնդրի։ Եվ եթե Սահակյանը իսկապես հիվանդ էր, եթե նա չէր կարող մտածել հստակ, եթե դեղերը ազդում էին նրա ճանաչողական կարողությունների վրա, ապա ով էր իրականում կայացնում այն որոշումները, որոնք նա ստորագրում էր։ Ով էր վերահսկում խորհրդարանը, երբ նրա նախագահը հազիվ էր կարողանում վերահսկել իր սեփական մարմինը։ Այս հարցերը բացում են ամբողջ նոր հեռանկար Հայաստանի քաղաքական համակարգի մասին։ Համակարգ, որտեղ իշխանությունը կարող էր լինել անտեսանելի, որտեղ ով որ երևում էր պաշտոնական դիրքում, միայն դեմք էր։ Իսկ իրական որոշումները կայացվում էին մութ գրասենյակներում, անտեսանելի մարդկանց կողմից։ Երբ դուք գիտեք, որ փաստաթղթերը կարող են անհետացնել, դուք սկսում եք հարցնել. ինչ այլ ճշմարտություններ են անհետացել։ 2014 թվականի սեպտեմբերին, հենց նույն ամիսը, երբ խորհրդարանը ընդունեց եկամուտների գաղտնիացման օրենքը, տեղի ունեցավ մի նախադեպազուրկ իրադարձություն ազգային արխիվի շենքում։ Գիշերվա 2-ի ժամերին, երբ արխիվը փակ էր, անվտանգության տեսախցիկները գրանցեցին 3 մարդկանց, ովքեր մտան շենք հատուկ օրենքով։ Այն ժամանակ հաստատում էին, որ մենք պատմության մեծ խնդիրներ լուծելու ենք ու պատմություն պիտի ստեղծենք։
Սուտ էր այդ խոսքը, ու նրանք իսկական խնդիրներ լուծելու էին, բայց պատմության հետ չէին սովորապես պատկերացնում իրենց։ Ոստիկանության կառավարում գրող մտքեր էին գնում։ Կրկին նրանք պատմության մեծ խնդիրներ լուծելու էին, բայց պատմության հետ չէին սովորապես պատկերացնում իրենց։ Այն ժամանակ հետագայում հետաքրքիր է դարձավ նրանց կյանքը։ Նրանք մտան շենք, որտեղ բոլորն էին նայում նրանց վրա։ Մի մեկն էլ ասաց. «Հորը կամ մեր մեղքերին» եւ կամ «Մենք ենք 3 տարվա մենախնդիրը»։ Նց, ովքեր մտան շենք հատուկ մուտքից։ Նրանք մնացին ներսում մինչև առավոտյան 6-ը։ Երբ արխիվի աշխատակիցները եկան աշխատանքի, նրանք նկատեցին, որ մի ամբողջ բաժին, նվիրված խորհրդարանական ֆինանսական փաստաթղթերին 2003-ից մինչև 2015 թվականները, անհետացել է։ Ոչ մի տուժյալ, ոչ մի հրդեհ, ոչ մի բացատրություն։ Պարզապես դատարկ դարակներ։ Պաշտոնական հետաքննություն երբեք չիրականացվեց։ Արխիվի տնօրենը տվեց մի կարճ հայտարարություն, որ որոշ փաստաթղթեր տեղափոխվել են մի ապահով վայր պահպանման նպատակով։ Բայց երբ քաղաքացիական հասարակության ակտիվիստները հարցրին, թե որտեղ է այդ ապահով վայրը եւ երբ կարելի է դիմել այդ փաստաթղթերին, նրանք չստացան պատասխան։ Փաստաթղթերը պարզապես անհետացել էին, եւ արխիվում չկար որևէ գրանցում, որ դրանք երբևէ գոյություն ունեցել են։ Այս էր կատարյալ հանցագործությունը, անհետացնել ապացույցները եւ հետո ասել, որ այդ ապացույցները երբեք չեն եղել։ Բայց մի մարդ, որը աշխատում էր արխիվում 20 տարի եւ ով լավ գիտեր յուրաքանչյուր բաժնի պարունակությունը, համաձայնեց խոսել անանուն պայմանով։ Նա նկարագրեց, թե ինչ էր պարունակվում այդ անհետացած փաստաթղթերի մեջ։ Դա ամենամանրամասն ֆինանսական հաշվետվություններն էին բոլոր падգամավորների համար։ Ոչ այն հանրային տարբերակները, որոնք հրապարակվում էին, այլ ներքին փաստաթղթերը։ Այնտեղ գրված էր յուրաքանչյուր գործարք, յուրաքանչյուր բանկային փոխանցում, յուրաքանչյուր գույքի ձեռքբերում, այնտեղ գրված էր ամեն ինչ։ Եվ եթե որևէ մեկը ուզեր ուսումնասիրել, թե ինչպես են падգամավորները հարստացել, այդ փաստաթղթերը ցույց կտային ամբողջ ճշմարտությունը։ Նա շարունակեց. Ես տեսա մի փաստաթուղթ, որը վերաբերում էր Սահակյանի ընտանիքին։ Այնտեղ նշված էր, որ նրա 2 որդիների անունով գրանցված էին 5 անշարժ գույք եւ 3 ընկերություն։ Դրանք ձեռքբերված էին 1 տարվա ընթացքում, բայց հարցը չէր գույքի քանակը, հարցն այն էր, թե որտեղից էր գալիս փողը։ Այս վկայության մեջ պարունակվում էր այն, ինչ բոլորը կասկածում էին, բայց չէին կարող ապացուցել։ Սահակյանի ընտանիքը, նրա որդիները, նրա մերձավոր շրջապատը, նրանք բոլորը օգտագործում էին իշխանությունը գույքի հավաքման համար։ Բայց երբ արխիվը դատարկվեց, երբ փաստաթղթերը անհետացան, ապացույցները անհետացան նրանց հետ։ Եվ Սահակյանը, ով կառավարում էր խորհրդարանը, ով ուներ հասանելիություն բոլոր գաղտնի տեղեկությունների, ով գիտեր, թե երբ է պլանավորվում արխիվների մաքրում, կարողացավ ապահովել, որ իր ընտանիքի գաղտնիքները մնան գաղտնի։ Բայց կա մի նուրբ իրոնիա այս ամենի մեջ։ Սահակյանը փրկեց իր ընտանիքը պատմական դատաստանից, բայց չկարողացավ փրկել իրենց դատական դատաստանից։ Երբ 2020 թվականին նրա որդի Արմանին մեղադրանք առաջադրվեց, դատախազները չեն օգտագործել այդ անհետացած փաստաթղթերը, քանի որ դրանք այլևս չկային։ Նրանք օգտագործեցին այլ ապացույցներ, ավելի նոր, ավելի ուղղակի։ Եվ Սահակյանը հասկացավ, որ նա պարտվել է։ Նա անհետացրել էր անցյալի ապացույցները, բայց չկարողացավ կանխել ապագա հանցագործությունները։ Արխիվի անհետացումից 3 ամիս անց 2014 թվականի դեկտեմբերին Սահակյանը հրավիրեց փակ հանդիպում Հանրապետական կուսակցության ամենավստահելի 10 անդամների հետ։ Այս հանդիպման մասին տեղեկությունները արտահոսել են բազմաթիվ ուղիներով, եւ թեև ոչ բոլոր մանրամասները ճշգրիտ են, մի ընդհանուր պատկեր կա։ Այն, ինչ Սահակյանը ասաց այդ երեկո։ Նա ասաց. «Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում։ Հանրությունը զարթնում է։ Լրագրողները դառնում են համարձակ։ Մեր թշնամիները հավաքվում են։ Բայց եթե մենք կարողանանք պահպանել գաղտնիությունը, եթե մենք կարողանանք վերահսկել տեղեկատվությունը, մենք կկարողանանք վերապրել»։ Սա էր նրա ռազմավարությունը։ Ոչ թե փոփոխվել, ոչ թե հարմարվել նոր իրականությանը, այլ պարզապես ավելի խորը թաքցնել ճշմարտությունը։ Բայց Սահակյանը չգիտեր, որ իր սենյակում
10 հավատարիմների մեջ կար մի մարդ, ով արդեն որոշել էր դավաճանել։ Ով էր իրականում պատասխանատու Գալուստ Սահակյանի անկման համար։ Երբ դուք նայում եք հետադարձ հայացքով, երբ դուք վերլուծում եք բոլոր փաստերը, երբ դուք հետևում եք փողի հետքին, դքին դուք հասնում եք մի անհանգստացնող եզրակացության։ Սահակյանը չէր ընկնում, որովհետև նա անկապ էր խոսում։ Նա չէր ընկնում, որովհետև նա թույլ էր տալիս իր որդիներին կատարել հանցագործություններ։ Նա չէր ընկնում, որովհետև նա հիվանդ էր կամ ծեր։ Նա ընկնում էր, որովհետև գոյություն ուներ մեկը, ով նրանից ավելի ուժեղ էր, ով ուներ ավելի շատ շահեր և ով պատրաստվում էր նրան մերժել։ Այս մարդը ոչ թե նրա թշնամին էր, նա նրա գործընկերն էր։ Նա այն մարդն էր, ով ամենաշատն էր շահելու Սահակյանի անկումից։ 2018 թվականի մի մարտին, երբ Սահակյանը դեռ հավատում էր, որ ամեն ինչ կարելի է վերահսկել, մի բիզնեսմեն, որը տասնամյակներ համագործակցել էր հանրապետական կուսակցության հետ, հանդիպեց ընդդիմության առաջնորդների հետ։ Այս հանդիպման մասին հայտնի է շատ քիչ, քանի որ այն տեղի ունեցավ ծայրագույն գաղտնիության պայմաններում։ Բայց երկու մասնակից, ովքեր հետագայում տվեցին վկայություններ հետաքննող լրագրողներին, նկարագրեցին այն, ինչ քննարկվեց։ Բիզնեսմենը ասաց. «Ես պատրաստ եմ օգնել, բայց ես ուզում եմ երաշխիքներ։ Երբ դուք հաղթեք, ես պետք է պահպանեմ իմ բիզնեսը»։ Ընդդիմադիրները համաձայնեցին, եւ այդ պահից սկսած այս բիզնեսմենը դարձավ գաղտնի խոսնակ։ Նա տրամադրեց տեղեկություններ, որոնք օգնեցին ընդդիմությանը պլանավորել իրենց քայլերը։ Նա բացահայտեց, թե երբ են պլանավորվում կարևոր քվեարկություններ, երբ է Սահակյանը ամենախոցելի, երբ է ամենալավ ժամանակը զանգվածային բողոքներ կազմակերպելու։ Բայց ով էր այս բիզնեսմենը։ Նրա անունը երբեք պաշտոնապես չի հրապարակվել, բայց հետաքննական լրագրողները մնույնացրել են 3 հնարավոր թեկնածու։ Առաջինը խոշոր ներմուծող, որը վերահսկում էր սննդի շուկան։ Երկրորդը շինարարական մագնատ, որը ունեցել էր էքսկլյուզիվ պայմանագրեր կառավարության հետ։ Երրորդը ֆինանսական խումբ, որը տիրապետում էր մի քանի բանկերի։ 2018 թվականի ապրիլի 23-ը սկսվեց որպես սովորական օր։ Գալուստ Սահակյանը արթնացավ առավոտյան 7-ին, ինչպես միշտ։ Նա շարժվեց դեպի լոգարան, նայեց հայելուն և տեսավ մարդու, ում արդեն չէր ճանաչում։ Դեմքը մեծացած էր, աչքերի տակ պարկերը խորացել էին, մորուքը, որը միշտ եղել է խնամված, այժմ ունեցել է անհավասար մազեր։ Նա լվացվեց, հագնվեց, իջավ ճաշասենյակ։ Սեղանին սուրճ էր սպասում։ Կինը նստած էր անկյունում, լուռ։ Նրանք խոսքեր չփոխանակեցին։ Արդեն 2 տարի էր, որ նրանց սեփականի լռությունը փոխարինել էր ամեն զրույցին։ Սահակյանը խմեց սուրճը, վերցրեց պայուսակը, դուրս եկավ։ Ավտոմեքենան սպասում էր։ Վարորդը բացեց դուռը, ճանապարհը դեպի խորհրդարան տևեց 20 րոպե։ Այս ճանապարհին Սահակյանը նայում էր պատուհանից։ Փողոցները դատարկ էին առավոտյան վաղ ժամին, քաղաքը դեռ քնած էր, բայց մի քանի ժամ հետո այս քաղաքը կարթնանար, եւ այդ արթնությունը կփոխեր ամեն ինչ։ Սակայն Սահակյանը դեռ չգիտեր դա։ Նա մտավ խորհրդարան 8:30-ին, պահակները ողջունեցին, նա պատասխանեց գլխով։ Բարձրացավ վերելակով իր հարկ, բացեց աշխատասենյակի դուռը։ Սեղանին սպասում էր տասնյակ թղթեր։ Նա սկսեց կարդալ։ Առաջին փաստաթուղթը վերաբերում էր նոր օրենքի նախագծին, երկրորդը բյուջեի հարցում, երրորդը միջազգային համագային համագործակցության։ Նա ստորագրեց առաջին 2-ը, երրորդը թողեց հետագա ուսումնասիրության համար։ Ժամը 10-ը օգնականը մտավ եւ ասաց. տարօրինակ բան է տեղի ունենում։ Հանրապետության հրապարակում մարդիկ են հավաքվում։ Սահակյանը նայեց նրան եւ հարցրեց. քանի հոգի։ Դժվար ասել, միգուցե 1000։ Սահակյանը ժպտաց. 1000 մարդ։ 1000-ը ոչինչ էր այս քաղաքում։ Մի անհանգստացեք, կցրվեն։ Բայց մարդիկը չցրվեցին։ Ժամը 12-ին օգնականը վերադարձավ. արդեն 5000 են։ Սահակյանը դադարեցրեց կարդալը։ Նա բարձրացավ, մոտեցավ պատուհանին։ Ներքևում փողոցները լցված էին։ Մարդիկ քայլում էին մի ուղղությամբ դեպի հրապարակ։
Նա տեսավ երիտասարդների, ծերերի, ընտանիքների։ Նրանք բոլորն էլ շարժվում էին լուռ, վճռականորեն։ Սահակյանը զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Նա հրավիրեց անվտանգության ծառայության պետին։ Ինչ է տեղի ունենում։ Զանգվածային ցույց։ Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Սահակյանը մտածեց մի պահ։ Ցրեք նրանց։ Պետը լուռ նայեց։ Չենք կարող, նրանք չափազանց շատ են։ Սահակյանը հասկացավ այդ պահին, որ նա արդեն կորցրել է վերահսկողությունը։ Ոչ թե իր աշխատասենյակի, ոչ թե խորհրդարանի, այլ ողջ իրավիճակի վրա։ Եվ երբ դուք կորցնում եք վերահսկողությունը քաղաքականության մեջ, դուք կորցնում եք ամեն ինչ։ Մինչև երեկո հրապարակում հավաքված էին տասնյակ հազարավորներ։ Սահակյանը նստած էր իր աշխատասենյակում միայնակ։ Հեռախոսը զանգում էր անընդհատ։ Նա չէր պատասխանում։ Մի պահ նա մտածեց հեռախոսը հանել վարդակից, բայց որոշեց թողնել։ Զանգը շարունակվում էր, հիպնոտիկ, անընդհատ, նույնը։ Նա նայեց սեղանի վրա դրված լուսանկարին։ Լուսանկարում նա երիտասարդ էր, հպարտ, պատգամավոր, նոր ընտրված, 20 տարի առաջ։ 20 տարի, որը թվում էր անցել մի օրում։ Ինչպես էր հնարավոր, որ այդ երիտասարդ մարդը եւ այս ծեր մարդը նույն անձն էին։ Ինչպես էր հնարավոր, որ այդ երիտասարդը լի երազանքներով եւ հավատով դարձել էր այս մարդը, միայնակ, մերժված, սпасելով անխուսափելի վախճանին։ Սահակյանը փակեց աչքերը եւ հիշեց իր առաջին օրը խորհրդարանում։ Նա հիշեց, թե ինչպես էր հավատում, որ կարող է փոխել երկիրը, որ կարող է ստեղծել արդարություն, որ կարող է լինել մարդ, ով կդառնա պատմության մեջ որպես հերոս։ Բայց ինչ դարձավ նա իրականում։ 2018 թվականի հունիսին, երբ արդեն ամեն ինչ ավարտված էր, երբ Սահակյանը լքել էր իր պաշտոնը, երբ նոր իշխանությունը գալիս էր, մի նախկին բահակ, որը 10 տարի աշխատել էր խորհրդարանում, համաձայնեցավ խոսել առաջին անգամ։ Նրան խնդրեցին չբացահայտել իր անունը։ Նա պատմեց. Վերջին օրերին Սահակյանը փոխվել էր։ Նա խոսում էր իր հետ։ Ոչ որպես պահակ, այլ որպես մարդ մարդու հետ։ Մի օր նա հարցրեց ինձ. Դու կարծում ես, որ ես վատ մարդ եմ։ Ես չգիտեի, թե ինչ պատասխանել։ Նա շարունակեց. Ես երբեք չեմ ուզել վնասել մարդկանց։ Ես պարզապես ուզում էի իմ ընտանիքը պաշտպանել։ Բայց ես գիտեմ, որ պատմությունը չի հիշի դա։ Պատմությունը կհիշի մի իմ սունը, կհիշի միայն իմ սխալները։ Այս խոսակցությունը տեղի ունեցավ մի շաբաթ առաջ նրա հեռանալուց։ Սահակյանը արդեն գիտեր, որ վերջն եկել է։ Նա գիտեր, որ ժողովուրդը հաղթել է։ Նա գիտեր, որ իր դերը ավարտված է։ Բայց նա դեռ փորձում էր հասկանալ, թե ինչու։ Ինչու է համակարգը, որը նա օգնել է կառուցել, փլուզվել այդքան արագ։ Ինչու են նա մարդիկ, որոնց նա հավատում էր, լքել նրան։ Պահակը շարունակեց։ Նա խոսեց իր որդիների մասին։ Նա ասաց. Ես նրանց սիրում եմ, բայց ես թույլ տվեցի նրանց մտնել կեղտոտ խաղի մեջ։ Ես մտածեցի, որ իմ իշխանությունը կպաշտպանի նրանց։ Բայց ես սխալվեցի։ Իմ իշխանությունը վնաս հասցրեց նրանց ավելի շատ, քան ցանկացած թշնամի կարող էր։ Այժմ նրանք կրում են իմ մեղքերի բեռը, եւ ես ոչինչ չեմ կարող անել։ Այս խոստովանությունը ցույց էր տալիս Սահակյանի ներքին աշխարհը։ Մարդ, որը հանրությանը թվում էր անկապ եւ անզգայուն, իրականում ապրում էր խորը ցավի մեջ։ Նա հասկանում էր, որ իր գործողությունները ոչնչացել են նրա ամենասիրելի մարդկանց։ Նա հասկանում էր, որ իր փորձը պաշտպանել նրանց իրականում դատանում դատապարտել էր նրանց։ Եվ այս իմացությունը ավելի ցավեց, քան ցանկացած հանրային քննադատություն։ Քանի որ թշնամու քննադատությունը կարող ես անտեսել, բայց սեփական խղճի քննադատությունը շրջանցել անհնար է։ Պահակը նաև նկարագրեց Սահակյանի վերջին օրը խորհրդարանում։ Նա եկավ վաղ առավոտյան։ Սենյակում ոչ ոք չկար։ Նա նստեց իր աթոռին եւ կարդաց բոլոր թղթերը, որոնք կուտակված էին։ Երբ ավարտեց, նա դրանք մաքուր դասավորեց։ Նա հավաքեց իր անձնական իրերը մի փոքր տուփի մեջ։ Մի լուսանկար, մի գիրք, մի գրիչ, ամեն ինչ։ 10 տարի խորհրդարանում եւ միայն 3 իր։ Նա փակեց տուփը, վերցրեց իր բաճկոնը եւ ասաց ինձ. «Շնորհակալություն քո ծառայության համար»։ Ես ասացի. «Պարոն նախագահ, ես կկարոտեմ ձեզ»։ Նա ժպտաց։
Առաջին անգամ վերջին 3 ամսվա ընթացքում ոչ ոք չի կարոտում մարդկանց, ովքեր հեռանում են քաղաքականությունից։ Քաղաքականությունը մեծ թատրոն է, եւ երբ դերասանը հեռանում է բեմից, հանդիսատեսը արդեն նայում է հաջորդին։ Սրանով ավարտվեց Սահակյանի տասնամյակների քաղաքական կարիերան։ Ոչ սադրանքով, ոչ բարկությամբ, այլ լուռ, խոնարհորեն, գրեթե անտեսանելի։ Բայց ամենակարևոր հարցը մնում էր, արդյոք Սահակյանը իսկապես հասկանում էր, թե ինչ էր տեղի ունեցել։ Արդյոք նա ընդունեց իր սեփական դերը այս ողբերգության մեջ։ Պահակի վկայությունը տալիս է մի հուշում։ Նրա վերջին խոսքերը, երբ նա լքում էր շենքը, եղան։ Պատմությունը գրվում է հաղթողների կողմից, բայց երբ ժողովուրդը հաղթում է, ուրեմն պատմություն արդարացիի կլինի։ Եվ միգուցե դա լավ է։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Սահակյանը վերջապես ընդունեց իր պարտությունը։ Ոչ թե որպես ատելություն, այլ որպես ճակատագրի անխուսափելիություն։ Նա հասկացավ, որ նա չէր ուժեղ խաղացող, որ մտածում էր։ Նա հասկացավ, որ պատմությունը շարժվում է առանց նրա։ Եվ միգուցե այս ճանաչումը, այս վերջնական խոնարհությունը եղավ նրա կյանքի ամենամարդկային պահը։ Քանի որ իշխանությունը մարդկանց դարձնում է արձաններ, բայց պարտությունը վերադարձնում է նրանց մարդկության։ Արդյոք նա կարող էր կանխել այս ամենը։ Արդյոք եթե նա այլ ընտրություններ էր կատարել 20 տարի առաջ, 3 տարի առաջ, 1 տարի առաջ, արդյունքը կլիներ այլ։ Պահակը չգիտի։ Մենք չգիտենք։ Բայց մենք գիտենք մի բան։ Սահակյանի վերջին ժամերը խորհրդանում եղան լուռ, դատարկ, լի ապաշխարությամբ։ Եվ այդ լուռությունը խոսեց ավելին, քան նրա բոլոր հանրային խոսքերը մի քանի տասնամյակների ընթացքում։ Քանի որ լուռությունը եղավ նրա վերջնական խոստովանությունը, ես պարտվեցի, ես սխալվեցի, ես հուսով եմ, որ հաջորդ սերունդը կսովորի իմ սխալներից։ 2 տարի անց նրանից հետո, երբ արդեն նոր Հայաստան էր կառուցվում, երբ Սահակյանի անունը հազվադեպ էր հիշվում լրատվամիջոցներում, երբ ամենքը կարծում էին, թե նրա պատմությունը մոռացված է, մի անսպասելի զանգ եկավ մի հետազոտական լրագրողի համար։ Զանգողը չներկայացավ։ Նա ասաց միայն. «Եթե դուք ուզում եք իմանալ ճշմարտությունը Գալուստ Սահակյանի մասին, հանդիպեք ինձ վաղը ժամը 11-ին։ Ես կլինեմ ծանոթ կաֆեում կենտրոնում»։ Լրագրողը գնաց։ Հանդիպման վայրում նա տեսավ ծեր կնոջ, գրեթե 80 տարեկան։ Նա հրավիրեց լրագրողին նստել։ Երբ սուրճը եկավ, նա սկսեց խոսել։ «Ես եմ մարդը, ով տեսել է Սահակյանին նրա ամենախոցելի պահերին։ Ես եմ նրա մանկության դաստիարակուհին»։ Լրագրողը զարմացավ։ «Ինչու է այս կինը հենց հիմա խոսում»։ Նա ասաց. «Քանի որ ես ապրում եմ իմ վերջին ամիսները, ես ուզում եմ, որ ճշմարտությունը մնա»։ Եվ նա պատմեց մի պատմություն, որը երբեք չէր լսվել։ Գալուստը ծնվեց 1954 թվականին սովորական գյուղական ընտանիքում։ Նրա հայրը աշխատում էր կոլխոզում, մայրը տանն էր։ Նրանք չուներ շատ բան, բայց ուներ մի բան՝ սեր։ Գալուստը մեծանում էր երջանիկ։ Նա էր խելացի երեխա, լավ սովորում էր դպրոցում։ Բայց նրա հայրը մահացավ, երբ Գալուստը 12 տարեկան էր։ Փոքրիկ Գալուստը լացում էր ամեն գիշեր։ Նա հարցնում էր ինձ. «Ինչու Աստված վերցրեց իմ հայրիկին»։ Ես չգիտեի, թե ինչ պատասխանել, բայց նրա մայրը ասաց. «Որդիս, դու պետք է ուժեղ լինես։ Դու պետք է դառնաս մեծ մարդ։ Դու պետք է ապահովես, որ մեր ընտանիքը երբեք չկարոտի»։ Դաստիարակուհին դադարեց, խմեց սուրճ, շարունակեց. «Այդ օրից սկսած Գալուստը փոխվեց։ Նա դարձավ լուրջ, պատասխանատու։ Նա սովորում էր օրը 2-14 ժամ։ Նա ստացավ ամենաբարձր գնահատականները։ Նա մտավ համալսարան, ավարտեց մի ֆեռնով։ Նա մտավ քաղաքականություն միայն մի նպատակով՝ իր ընտանիքը պաշտպանել»։ Սա էր Սահակյանի չպատմված պատմությունը։ Մի պատմություն, որը բացատրում էր ամեն ինչ։ Նրա ամբողջ կյանքը եղավ մի միակ նպատակի իրականացում՝ պաշտպանել իր մարդկանց։ Եվ երբ նա հասավ իշխանությանը, երբ նա ստացավ հնարավորություններ, նա օգտագործեց դրանք ոչ թե հանրության համար, այլ իր ընտանիքի համար։ Դա չէր դարձել չարություն սկզբից։ Դա էր սեր, որը դարձավ կեղծված։ Դաստիարակուհին շարունակեց. «Ես տեսա նրան վերջին անգամ 2018 թվականի մայիսին։ Նա եկավ այցելու։ Նա նստեց իմ առջև, պահեց լուռ կես ժամ։ Հետո նա ասաց.
Ես վատ մարդ եղա։ Ես պատասխանեցի. Դու եղար մարդ, ով սիրեց չափազանց շատ, եւ երբեմն սերը կուրացնում է։ Դաստիարակուհին ավարտեց պատմությունը եւ բարձրացավ։ Այժմ դուք գիտեք ճշմարտությունը։ Սահակյանը չեղավ հանցագործ, ով պլանավորեց սպանել երկիրը։ Նա եղավ մարդ, ով փորձեց փրկել իր ընտանիքը եւ ոչնչացրեց իր հոգին։ Գրեք այդ մասին։ Եվ նա հեռացավ։ Այս հարցազրույցը երբեք չհրապարակվեց լրագրողի կողմից։ Երբ նրան հարցրին ինչու, նա պատասխանեց. Քանի որ հանրությունը չի պատրաստ լսել այս պատմությունը, դրանք ուզում են հերոսներ եւ չարագործներ, դրանք չեն ուզում բարդ մարդկանց, բայց ես պահպանեցի այդ վկայությունը իմ արխիվում։ Միգուցե օրը, երբ հասարակությունը հասուն կլինի, այս պատմությունը պետք է պատմված լինի։ Սա է Գալուստ Սահակյանի իրական պատմությունը։ Ոչ քաղաքական գործիչի պատմություն, ով դարձավ մեմ, ոչ կոռումպացված պաշտոնյայի պատմություն, ով խլեց ժողովրդից, այլ մի մարդու պատմություն, ով փորձեց խաղալ համակարգում, որը նախատեսված էր կոտրելու յուրաքանչյուրին, ով մտնում է։ Համակարգ, որտեղ սերը դառնում է թույլություն, ընտանիքը դառնում է բեռ, եւ բարոյականությունը զոհվում է գոյատևման համար։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունել, որ Սահակյանը միաժամանակ էր մեղավոր եւ զոհ։ Արդյոք մենք կարող ենք հասկանալ, որ նրա անկապ խոսքերը, որոնց վրա մենք ծիծաղեցինք, էին ճիճ օգնության, որը ոչ ոք չլսեց։ Արդյոք մենք կարող ենք ճանաչել, որ երբ մենք ծիծաղում էինք նրա վրա, մենք չէինք տեսնում մարդուն, ով խեղդվում էր իր սեփական ստեղծած համակարգի մեջ։ Այս հարցերը անհարմար են, քանի որ ավելի հեշտ է ատել, քան հասկանալ։ Ավելի հեշտ է դատապարտել, քան կարեկցել։ Ավելի հեշտ է մտածել թշնամիների եւ բարեկամների կատեգորիաներով, քան ընդունել, որ յուրաքանչյուր մարդ է բարդ աշխարհ։ Բայց եթե մենք ուզում ենք ապրել ավելի արդար հասարակության մեջ, մենք պետք է սովորենք տեսնել այդ բարդությունը։ Մենք պետք է սովորենք հարցնել. ինչու է մարդը դարձել այն, ինչ դարձավ։ Ո՞րն է համակարգը, որը ստեղծեց նրան։ 2018 թվականի հունիսի 25-ին Սահակյանը լքեց Երևանը։ Նա գնաց իր ծննդավայր գյուղ։ Նա գնաց հոր շիրմին։ Նա կանգնեց առջևում, լուռ։ Երբ պահակը, որը տասնամյակներ պաշտպանել էր նրան, պարզեց, թե որտեղ էր գտնվում Սահակյանը, նա հետևեց նրան հեռվից։ Նա տեսավ, թե ինչպես Սահակյանը ծունկի իջավ շիրմի առջև եւ խոսեց երկար ժամանակ։ Պահակը չկարողացավ լսել խոսքերը, բայց նա հիշում է, որ Սահակյանի ուսերը դողում էին։ Նա հիշում է, որ երբ Սահակյանը բարձրացավ, նրա դեմքը թաց էր։ Նա հիշում է, որ Սահակյանը դիպավ շիրմին մի վերջին անգամ եւ ասաց. «Հայր, ներիր ինձ, ես պարտվեցի»։ Սա էր վերջին հանրային արտահայտությունը Սահակյանի, ոչ լրատվամիջոցներում, ոչ խորհրդարանում, այլ հոր շիրմի առջև։ Վայր, որտեղ դիմակները անցանկալի են, վայր, որտեղ միայն ճշմարտությունը մնում է։ Գալուստ Սահակյանը դադարեց լինել հանրային դեմք 2018-ից հետո։ Նրա անունը հիշվում է երբեմն որպես խորհրդանշական օրինակ, թե ինչպես է կոռուպցիան ոչնչացնում քաղաքական համակարգը։ Բայց իրական Սահակյանը, մարդը, ով սիրեց իր ընտանիքը չափից ավելի, ով փորձեց պաշտպանել իր մարդկանց բոլոր միջոցներով, ով կորցրեց իր հոգին իշխանության մեջ, այդ մարդը մնաց անպատմված։ Եվ միգուցե դա լավ է, քանի որ երբ պատմությունը ավարտվում է ողբերգությամբ, լռությունը հաճախ ավելի բարձրաձայն է, քան ցանկացած խոսք։